Հայաստանը այս ընտրական պրոցեսներից առաջ հետաքրքիր իրավիճակում է, մի տարօրինակ բան կա, իշխանության հիմնական առաջատար մրցակիցը գտնում է կալանքի տակ 9 ամիս, հաստատիորեն իշխանությունը պայքարում է նրա նկարի դեմ միայն, խոսքի ազատությունը սահմանափակված է, այսինքն մարդը մենք քննչական կոմիտեի նամակներ են գրել, պատասխանները դրական չենք ստացել, խոսքի ազատությունը սահմանափակված է իր կողմից։ Սահմանափակված է նաև, այո, դրական չենք ստացել, հաստատում չենք ստացել, ստացել է պատասխան, որ մենք իրավասու չենք դատարանի վճիռը մեկնաբանենք։ Իսկ դա նշանակում է, որ մենք հարցրել ենք, իրավասություն ունի, իրավունք կա, որպեսզի հանդես գա իր դեմքով հայտարարությամբ։ Պատասխանը եղել է այդպես լողուկ պատասխան։ Այս անարդար վիճակի մասին արձանագրումներ արել են նաև միջազգային իրավապաշտպանները, երեք հենց այդ մասին նախնական գնահատողական մոնիթորինգի արդյունքներ են հրապարակվել, ինչ կփոխեն այս հայտարարությունները եւ ել ինչ արձանագրումներ ունեք, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ։ Պատկերացրեք մի իրավիճակ մեր երկրում, որը երբեք գրեթե չի եղել։ Իշխանության հիմնական մրցակիցը, ումից իրենք փաստացի վախ ունեն մեծ, սահմանափակված է խոսքով, սահմանափակված է իր ժողովրդի հետ շփման հնարավորությամբ, բայց անգամ դրանից հետո հարցումները, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը աջակցում է Սամվել Կարապետյանի եւ Սամվել Կարապետյանի ուժին, եւ մեր հասարակությունը մեծ փոփոխության կարիք ունի, անգամ իրենց հարցումներով իրենք ընդամենը հասարակության 24%-ի աջակցությունն են վայելում, 75%-ը, 70%-ը մեր հասարակության դեմ է, նրանք պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն նկարից են պարտվում։ Ասում են թող հեռախոսը վերցնի լայվ մոտ, նվիրում էին, ես երևի միջոցով չվերցրի։ Այսպես պատասխանեմ, դիմել ենք քննչականին, քննչականը պատասխանել է, որ իրավասու չէ մեկնաբանել։ Ասում են պրոբացիան թույլ է տվել։ Պրոբացիան կարող ենք մի հատ էլ դիմել, մեր փաստաբանները 2 անգամ դիմել են։ Բայց եթե այստեղ եմ ասում, եթե հնարավորությունը տրվի, դա շատ կարևոր փոփոխություն է, շատ կարևոր։ Եթե չթողնեն նորից կալանքից, ինչ է։ Դուք պատկերացնում եք, մարդը գնում է ընտրության, իր մրցակցին, հիմնական մրցակցից ումից վախենում է, բոլոր սահմանափակումները կիրառում է նրա նկատմամբ, բայց էլի չի կարողանում։ Դուք ինչ կարծիք։ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը կարդացել եք, ըստ էության մեղադրանքները դեպի ձեր կողմ են, չուղում է փորձել ճնշել Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է 8 ամիս, դրանից առաջ։ Հետաքրքիր է։ Արտաքին հետախուզական, ես շատ ուրախ եմ, որ մեր երկիրը ունի արտաքին հետախուզական ծառայություն, որի ղեկավարը սակայն Քրիստինն է Գրիգորյանը։ Այո, մարդու իրավունքների պաշտպանը իր նախկին։ Շատ ուրախ եմ, որ ունի այդ ծառայությունը, բայց այդ ծառայությունը միայն ներքին գործերի մասին է խոսում, ոնց որ դարձել է ներքին գործերը մեկնաբանող, երկրի ներքին քաղաքական կյանքը մեկնաբանող կառույց։ Հուսով եմ այդ ծառայությունը շատ մեծ գործ ունի Հայաստանում մեր հակառակորդ երկրների կողմից ազդեցության գոտիների ավելացման դեմ պայքարելու։ Դուք այսօրվա դատական նիստից հաշվի առնելով, որ օրեր առաջ նաև վերաքննիչ դատարանը չբավարարեց բողոքը եւ պարոն Կարապետյանը կրկին մնաց տնային կալանքում։ Ես կարծում եմ, որ վերջին հարցումներից հետո, մարդկանց կարծիքի ուսումնասիրություններից հետո նրանց վախը ավելացել է եւ նրանք ամեն ինչ անելու են, որ Կարապետյանը մնա կալանքի տակ, Կարապետյանը չշփվի իր ժողովրդի հետ։ Տնային կալանքի տակ, այո։ Սիմոնյանը իր էջում հրապարակել էր ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները, ըստ որի Փաշինյանը վստահության 18%։ Այդ նույն հարցումները 2021 թվականի ընտրություններին ընդդիմությանը 1% ձայն էին։ Պարոն Կարապետյան, 1% ձայն ընդդիմությանը, եւ ընդդիմությունը հավաքեց 350,000-ի կարգի։ Այսինքն հնարավորությունը բավական լայն է եւ անգամ եթե 21 թվին իրենք այդքան են ասել 1%, հիմա անգամ չեն էլ կարողանում թաքցնել, բայց անգամ իրենց հարցումներով
իրենք մեր հասարակության 70%-ը իրենց հետ չի։ Պարոն Կարապետյան, ընտրությունների գեոպոլիտիկ համատեքստին անդրադառնալով, նայեք հիմա մեր Մի բան եմ ուզում ձեզ առաջարկեմ, կարելի է մի հատ Խնդրում չվիճեք, ես բալկած կարելի է հարցնել։ Ժորժ Իվարկյան, գեոպոլիտիկ համատեքստին անդրադառնալով մեր շուրջը պատերազմ է, դրսում հայտարարություններ են լինում հիբրիդային գործակալների որսի հետ կապված, հասկանալի է, որ դրսից աջակցություն կա, հայտարարություններ են հնչում նաև տարածաշրջանային տարբեր խաղացողների կողմից, այս գեոպոլիտիկ համատեքստում ինչպես է գնահատում ձեր հաղթանակի շանսերը, ընդդիմության հաղթանակի շանսերը, եթե կոնսենսուս կա կոնկրետ անձի շուրջ, կոնկրետ իշխանության շուրջ։ Կոնսենսուս չկա, կոնսենսուսը միայն այսքան ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանն է ասել, որ շատ կուզենար, որ Փաշինյանը շարունակեր իր գործունեությունը, որովհետև ինչպես մենք տեսնում ենք, փաստորեն, եթե արտաքին գործերի նախարարը Թուրքիայի դա ասում է, Փաշինյանի գործունեությունը համապատասխանում է Թուրքիայի Հանրապետության շահերին, ինչպես տրամաբանությունը։ Աջակցության խոստումներ են տրվել հիբրիդային գործակալների, այսպես փնտրտուքների հարցում աջակցելու հետ կապված խնդրագիր Ես շատ կուզեմ, որ փնտրեն, գտնեն, ինչքան մարդկանց կարծիքը իրենք տեսնեն, այդքան ավելի շատ տարբեր գործիքակազմ են փորձել։ Կարապետյան այս օրերին իշխանականները նման պնդումներ են անում, որ Սամվել Կարապետյանի այս ընտրություններին մասնակցելու միակ ակնկալիքն այն է, որ ձայները հավաքի եւ Ռոբերտ Քոչարյանին դարձնի վարչապետ։ Սա շնորհակալ եմ շատ։ Այս հարցը շատ կարևոր հարց է։ Պատկերացրեք 8 ամիս իրենք աշխատել են Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ որ վատ բան գտնեն։ 8 ամսվա ընթացքում որևէ բան չեն գտել եւ այս հայտարարությունները են ապացույցն է, որ չեն կարողանում մարդու հետ կապված ինչ որ բան գտնեն։ Իրեն պետքա կապեն, իրենց պետքա կապեն այն մարդկանց հետ, ում հասարակության մի մասը ունի հակասական վերաբերմունք այլ ուժերի հետ։ Այսքան ժամանակ մի մասը ունի դրական վերաբերմունք, մի մասը հակասական։ Այսքան ժամանակ չեն կարողանում, դա ապացույցն է, որ իր հետ կապված հակա ինչ-որ բան չեն կարողանում ասել։ Մարդը պատկերացնում եք 60 տարի աշխատել է ամենալայն մասշտաբով եւ չեն կարողանում բան գտնել, բացասական։ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։ Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի տնտեսական գործիչ, պետք է լինի, ես հայտարարում եմ, նոր մարդ։ Մենք պետք է նոր ղեկավար բերենք Հայաստան, տնտեսական ղեկավար, որը լուծի աղքատության հարցը։ Քոչարյանի աջակիցները Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը։ Բայց եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության շատ պատգամավորներ որոշեն աջակցել Սամվել Կարապետյանին, որ նա լինի, մենք աջակցությունը որպես այդպեսին մենք չենք բացառում բոլոր ուժերի կողմից, բայց հաջորդ երկրի ղեկավարը պետք է լինի նոր մարդ, որ այս պառակտումները մեր երկրում վերանա։